Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ կրկին ԱՖ-ում մեկնարկում է եւս մեկ խաղային շաբաթ ու այսօր երկու հանդիպում ենք ձեր ուշադրությանը ներկայացնելու, որոնցից առաջինում կմրցեն միմյանց դեմ Manchester United-ը ու Միլանը։ Թիմերը արդեն խաղադաշտում են, եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտացուցակներին, որից հետո արդեն կանադառնանք հանդիպմանը։ Եվ այսպես սկսենք United-ից։ Խաչատուր Քոչարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Վիլիկ Հարեյան համար 2, Հրաչ Ղազարյան համար 5, Խաչիկ Խաչատրյան համար 7, Հովհաննես Մուրադյան համար 8, Արշակ Սարգսյան համար 9, Արտյոմ Զարգարյան համար 10, Ռոբերտ Աղաջանյան համար 11, կա մրցավարի Սուլիչում մեկնարկած է այս անչափ ու կարևոր հետաքրքիր հանդիպումը։ Շարունակեմ ծանոթացնել United-ի կազմը, Հուսիկ Բարսեղյան համար 12, Սուրեն Սմբացյան համար 13, Աշոտ Տիրիսյան համար 14, Հովհաննես Հայրապետյան համար 21 և Արսեն Բաբախանյան համար 80։ Միլանի դարպասը պաշտպանում է Գևորգ Սաֆարյանը համար 1, Յոնուս Ահմադ համար 2, Վիգեն Դուրյան համար 6, Էրիկ Հունանյան համար 8, Դավիթ Զաքարյան համար 9, Մատեո Ջիլբերտո համար 11, Ալեքս Սահակյան համար 14, Վլադ Մուսայելյան համար 18, Սեյրան Խալացյան համար 19, Կորյուն Մխոյան համար 22 և Վահե Մարտիրոսյան համար 77։ Հիմա խախտում կար այստեղ անկասկած Խալացյանի դեմ պայքարում ու վտանգավոր գոտում Միլանը Կիրասնի Տուգանային արված, հիշեցնեմ, որ սա Վինտեր կապի 8-րդ տուրի հանդիպում է, շատ կարևոր հանդիպում երկու թիմերի համար էլ, քանի որ մրցաշարային աղյուսակում պատկերը ամեն տուրից հետո էլ ավելի է հետաքրքրանում Վինտեր կապի պլեյօֆ փուլ դուրս գալու համար, այս ստանդարտը տեսնենք ինչի կվերացի Միլանը, որից հետո կշարունակենք, կա մրցավարի Սուլիչը, Դուրյանն է մոտենում գնդակին, հարվածն էլ կա, բայց բարձր ստացել Վիգեն Դուրյանի կատարած հարված ու հարված կլինի արդեն Manchester United-ի դարպասից եւ այսպես մրցաշարային աղյուսակում պատկերը հետեւյալն է այն խմբում, որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը։ Միլանը այս պահին ունի վաստակած իր ակտիվում 10 միավոր ու գտնվում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում, Manchester United-ը ունի վաստակած իր ակտիվում 7 միավոր ու 12-րդն է այս պահին, նրանց հարևանությամբ նրանց արանքում այսպես ասած գտնվում է Տոթենհեմ այս պահի դրությամբ 9 միավորով։ Այսօր United-ը հաղթանակի դեպքում կհավասարվի Միլանին մրցաշարային աղյուսակում, իհարկե բայց դեռ մեկ հանդիպում էլ կունենա անցկացնելու մրցակցի նկատմամբ, իհարկե մեկ հանդիպում United-ը համեմատած Միլանի պակաս է անցկացրել այս մրցաշրջանում եւ այդ բաց թողած հանդիպումը դեռ պետք է անցկացնի։ Միլանն էլ հաղթանակի հասնելու դեպքում միանգամից կարող է հավասարվել 4-րդ հորիզոնականում գտնվող Արաքսին, պատկերացնում եք ինչ մեծ քայլ կկատարի Միլանը այսօր հաղթանակ տանելու դեպքում միանգամից Իհարկե կսպասի մրցակիցների հանդիպումներին, բայց 10-րդ հորիզոնականից կհավասարվի 4-րդ հորիզոնականում գտնվող Արաքսին, որը իհարկե նույնպես շատ լավ մրցաշրջան է անցկացնում։ Դուրյանի խորքից փոխանցումն ենք տեսնում, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու հարված կլինի Քոչարյանի պաշտպանած դարպասից։ Իհարկե United-ն էլ իր հերթին կփորձի բնականաբար այսօր արժանանալ 3 միավորի ու առնվազն հավասարվել Միլանին ու Մոնակոին, ովքեր գտնվում են 10-րդ և 9-րդ հորիզոնականներում, հիմա չհասկացան միմյանց United-ի ֆուտբոլիստները ու հարված կլինի արդեն Գևորգ Սաֆարյանի պաշտպանած դարպասից հիշեցնեմ, որ այս հանդիպումից բացի այսօր եւս մեկ հանդիպում ենք ձեր ուշադրությանը ներկայացնելու տարվա ամենակարևոր հանդիպումը ես կասեի Էլիտ լիգան ներկայացնող երկու թիմեր կմրցեն միմյանց դեմ, որտեղ արդեն պարզ կդառնա Էլիտ լիգայի 2025 թվականի մրցաշրջանի հաղթողի անունը Վիլյարեալը կմրցի Մանչեսթեր Սիթիի դեմ լավագույն քառակում գտնվող երկու թիմերն այսօր միմյանց դեմ պայքարելու այս փոխանցում ուժեղ ստացվեց Բաբախանյանի համար եւ հարված կլինի Միլանի դարպասից ու այդ հանդիպումը ինչով է կարևոր, եթե սայթակում է Վիլյարեալը այսօր ու չի կարողանում հաղթել Սիթիին, ապա Լիվերպուլն է շանս տանում նվաճելու Էլիտ լիգայի բաղձալի գավաթը, եթե հաղթում է Վիլյարեալը, ապա արդեն ամեն ինչ ավելորդ է դառնում մրցաշարային աղյուսակում ու Վիլյարեալը նվաճում է Էլիտ լիգայի տիտղոսը, այստեղ Հունանյանը խախտեց խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում ու հիմա ստանդարտ կիրասնեն United-ի ֆուտբոլիստները, կա մրցավարի Սուլիչը, Ղազարյանը խաղարկում է գնդակը Մուրադյանի հետ
Կրկին դեպի Ղազարյաններ ուղղված փոխանցումը, այստեղ Հունանյանը խմում կատարեց, բայց գնդակը չհասցեագեց խաղընկերոջը ու United-ը նետվում է առաջ, Ղազարյանը հարված անջատած եղավ, գնդակը Բաբախանյանի մոտ է հարված ու այստեղ հրաշքով միայն գնդակը հիմա չհայտնվեց իսկապես Միլանի դարպասում շատ լավ հնարավորություն հիմա կորցրեց Մանչեսթերը United-ը կրկին վերականգնում են գնդակը United-ի ֆուտբոլիստները Ղազարյան շատ ակտիվ ինտեգրվեց խաղին Ղազարյանը, բայց այստեղ մաքուր անկում կարողացավ կատարել Հունանյանը հիմա նորից գրոյի անցել United-ը արդեն ձախ եզրով տեսնենք այս գրոհը ինչ կտա United-ի ֆուտբոլիստերին Բարսեղյան դեպի ձախ ուղարկեց գնդակը խաղարկում են այստեղ Մանչեսթերի ֆուտբոլիստները Խաչատրյան հետ փոխանցում եւ եզից հիմա արդեն կնետի Մանչեսթեր United-ը Բարսեղյանն է ուղարկում գնդակը Ղազարյանի ուղղությամբ շարժվում է առաջ Ղազարյանը բայց այստեղ Խալացյանը հասցրեց հեռացնել գնդակը եւս մեկ անգամ United-ը կատարի եզրային նետում արագորեն Ղազարյանը ուղարկեց գնդակը Խաչատրյանի ստացավ պատասխան փոխանցում ու արդեն առաջին անկյունային է վաստակում այս խաղում United-ի 5 համարը եւ տեսնենք հենց ինքն էլ պատրաստվում է իրացնելու կրկնում եմ շատ կարեւոր հանդիպում է այս հանդիպումը երկու թիմերի համար էլ իհարկե քիչ առաջ ինչպես նշեցի United-ը հաղթանակի դեպքում հավասարվում է այսօրվա իր մրցակցին Միլանն էլ հաղթանակի դեպքում միանգամից 6 հորիզոնականով քայլ է կատարում մրցաշարային ակումբում դեպի վեր կա այստեղ փոխանցումը բայց գնդակը բաժին է հասնում Մոխոյանին ով խորքից փոխանցում է կատարում դեպի առաջ տեսնենք ինչ է այստեղ բայց կարողացավ այստեղ լավ գործել Միլիցյանը հիմա երկրորդ տեմպով կգրոյի Միլանը Խալացյան կենտրոնում կա Հունանյանը կատարեց փոխանցում գուցե կրակի Հունանյանը հեռատարածությունից հարվածում է բայց դուրս ստացվեց այստեղ Հունանյանի կատարած հարվածում գնդակը կարողացավ վերցնել Մանչեսթերի դարպասապահ Խաչատուր Քոչարյանը հիմա նորից Միլանն է փորձում գրոյի անցնել ձախ եզրով արդեն Մխոյան կա փոխանցումը վտանգավոր գրոյ բայց այստեղ Մարտիրոսյանը լավ չխասեցեց գնդակը այն դուրս եկավ դաշտի սահմաններից Ղազարյան սկսում է խորքից Մանչեսթեր United-ը շատ փայլուն մարզավիճակում է գտնվում United-ի 5 համարը հրաչ Ղազարյանը այս պահին իհարկե շատ մեծ դերակատարություն ունի United-ի կազմում ցանկացած հանդիպումում իր ներկայությամբ Ղազարյանը եւ բնականաբար այսօր իհարկե փորձելու անել հնարավորինս լավ է նկատել հիմա Բաբախանյանը Խաչատրյանի առաջ խաղացումը, բայց գնդակին ավելի շուտ արձագանքեց Միլանի դարպասապահ Գևորգ Սաֆարյանը։ Հիմա Միլանն է արդեն գրոյի հասնում, այստեղ էլ Իլիցյանը հասցրեց փակել գնդակի ճանապարհը ու եզից կնետի Միլան, այո, Ղազարյանը իսկապես խաղից խաղ բարելավում է իր խաղամակարդակը ու ամեն խաղում մրցակիցների համար էլ ավելի վտանգավոր է դառնում, դա կապ չունի իհարկե որ թիմը կլինի United-ի մրցակիցը հիմա Ղազարյանն զարգացեց արագություն կփորձի հասնել այս գնդակին բայց մի փոքր հեռու թողեց ու Խալացյանը հասցրեց հեռացնել այն Մարտիրոսյանն է ստանում վտանգավոր գրոյի անցել Միլանը Մարտիրոսյան ու հիմա ինչու չկատարեց դեպի ձախ փոխանցում որտեղ վստահաբար կարող եմ ասել իհարկե Հունանյանը ավելի լավ դիրքում էր գտնվում ու կարծում եմ հարվածը ավելի լավ կստացվեր հիմա Մարտիրոսյանը ինքն էլ փորձեց եզրափակել այս վտանգավոր հակագրոհով, բայց հարվածը շեղությամբ ընթացավ ու դուրս եկավ դաշտի սահմաններից Խաչատրյան հիմա United-ն է հասնում գրոյի լավն է Խաչատրյանի փոխանցումը տեսնեք հարվածքը հետևի արդյոք կա հարված ու հիմա էլ հրաշքով նորից իսկապես կարողացավ ետ մղել այս գնդակը Գևորգ Սաֆարյանը թիմերը էլ ավելի վտանգավոր են դառնում Խաչատրյան եւս մեկ հարված ու Սաֆարյանը կրկին տեղում է նետեց գնդակը Հունանյանի ուղղությամբ բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Արպասապայի նախ կատարած փոխանցումը հետո Հունանյանը չկարողացավ տիրել գնդակին Եզից նետեց United-ը Մուրադյան կենտրոնով շարժվում է առաջ Մուրադյանը կա փոխանցումը բայց այստեղ էլ կորցրին գնդակը United-ի ֆուտբոլիստները Խալացյան լավ անցում կատարեց այստեղ Խալացյանը մնաց գնդակով ու սա խաղի կանոնների խախտում էր Մուրադյանի կողմից հիմա արդեն ստանդարտ իրացնում Միլանը շատ վտանգավոր դիրքում շտապեցին իրացնել այս ստանդարտ ու հիմա արդեն Սուլիչով կխաղարկեն գնդակը Միլանի ֆուտբոլիստները Խալացյանն ու Հունանյանն են գնդակի մոտ իհարկե ավելի հարմար կլինի այս դիրքից հարվածել Հունանյանի համար քանի որ ձախ ոտքով
ֆուտբոլիստը կարծում եմ ավելի նպաստավոր դիրքում է հիմա գտնվում։ Տեսնենք Խալացյանը այո հեռացավ գնդակից կամր Սավարի Սուլիչը Հունանյանն է մոտենում ուղարկեց գնդակը Խալացյանին հարված տեսանք սա խաղարկում էր Միլանի կատարման, բայց Խալացյանի հարվածը թույլ ստացվեց ու գնդակը բաժին ասավ դարպասապա Քոչարյանին հիմա նորից եզից կնետի Միլանը այո թիմերը շատ ակտիվ են իսկապես մեկ տարկել այս հանդիպումը շատ վտանգավոր հակագրողներ են իրացնում մեկը մյուսի դարպասի ուղղությամբ բայց առայժմ չունեն խփված գնդակ Խալացյան այստեղ կորցրեց գնդակը ու հիմա գուցե ստացվի Յունայթեդի մոտ արագ հակագրոհել բայց գցեց այստեղ գրոհի տեմպը Արսեն Բաբախանյանը հետո էլ կորցրեց գնդակը Խալացյանն է ձախեցրում բայց հաստրեց նահանջել Բաբախանյանը ճիշտ է մնաց գնդակով Խալացյանը կա բարձից փոխանցում այստեղ էլ իրարդյունության տերը Բարսեղյաններ Մարտիրոսյան ու ոչինչ անել այս դեպքում չստացվեց Միլանի 77 համարի մոտ քանի որ Բաբախանյանը կարողացավ հեռացնել գնդակը ու արդեն Յունայթեդն է աստիճանաբար փորձում գրոհի անցնել Ղազարյան շատ լավ նկատեց Մուրադյանի առաջ խաղացումը բայց այստեղ կարողացավ գնդակի ուղղությունը շեղել Միլանի ֆուտբոլիստ Ալեքս Սահակյան ու անկյունային հարված կրկին կիրացնի Մանչեսթեր Յունայթեդը կա մրցավարի Սուլիչը տեսնենք այս անկյունային ինչ կտա արդեն Յունայթեդին Բարձից փոխանցում է հետևում դեպի Տուգանային հրապարակ բայց գնդակը շատ հեռուն ընթացավ ու արդեն Հարվածի հնարավորությունը կորցրին Յունայթեդի ֆուտբոլիստները հիմա էլ Բաբախանյանը խլում կատարեց վտանգավորը Խաչատրյանն ու հիմա Սահակյանն է հեռացնում գնդակը այլապես կարող էինք հաշիվը բացված տեսնել Ինչ է կատարվում հիմա Միլանի Տուգանային հրապարակում Ղազարյան Շատ լավ են նկատել Բաբախանյանին հիմա էլ Ղազարյանի փոխանցման ճանապարհին կանգնեց Վիգեն Դուրյանը Բարսեղյան երկրորդ տեպով է գրոհի հասնում Յունայթեդը Բարսեղյան հարված է կատարում նույնիսկ դարպասի ուղղությամբ բայց Սաֆարյանը կրկին իր տեղում էր հիմա պրեսինգի է գնացել Յունայթեդը բայց այստեղ հաջող գործեց Միլանի 14 համարը կարողացավ դուրս գալ պաշտպանությունից Հունանյան ու եզից կնետի Միլանը Հենց Հունանյանն էլ կատարում է եզրային նետումը Մխոյանի ուղղությամբ Ձախ եզրով հասնում է գրոհի Միլանը տեսնենք այս գրոհի ինչ կտա Միլանին Լավն է այս անցումը ինչ է կատարվում հիմա Խալացյան Կրկին Մխոյան Բարձից նկատեց Հունանյանին ու փոխանցում կատարեց այստեղ հեռացին գնդակը Յունայթեդի ֆուտբոլիստները Մարտիրոսյանի մոտ էլ հարված կատարել չստացվեց ու հիմա արդեն Յունայթեդը կարող է արագ հակագրոհի անցնել բայց հաստրին Միլանի ֆուտբոլիստները վերադասավորվել Բաբախանյան հիմա արդեն հանգիստ գործեն գրոհ կազմակերպել Յունայթեդի ֆուտբոլիստները բայց այստեղ կորցնին գնդակ ու փոփոխություն հիմա տեղի կունենա առաջինը Միլանի կազմում Կրկնակի փոփոխություն է տեղի ունենում Միլանի կազմում ու տեսնենք արդեն փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել Հունանյանն ու Մարտիրոսյանը լքեցին խաղադաշտը նրանց փոխարեն հանդիպումը կշարունակեն Դավիթ Զաքարյանն ու Վլադ Մուսայելյանը Հիմա եզից հենց Մուսայելյանը կկատարի եզրային նետումը Խոյանին ուղարկեց գնդակը ու հետ փոխանցում Վիգեն Դուրյանի ուղղությամբ Դուրյան կա փոխանցում այստեղ Մուրադյանն է փակում փոխանցման ճանապարհը բայց հետո էլ Ղազարյանը կարողացավ խլում կատարել իսկ սա արդեն խաղի կանոնների խախտում էր Ղազարյանի դեմ պայքարում Մխոյանի կողմից ու ստանդարտի հնարավորություն է վաստակում Մանչեսթեր Յունայթեդը տեսնենք այս Տուգանայինից ինչի կփորձեն հասնել Յունայթեդի ֆուտբոլիստները Բաբախանյանն է գնդակի մոտ Կա փոխանցումը դեպի Տուգանային հրապարակ ու այստեղ լավն էր ստացվել Բաբախանյանի կատարած փոխանցումը բայց Զաքարյանը կարողացավ հեռացնել գնդակը եւս մեկ անկյունային կատարի Մանչեսթեր Յունայթեդը հիմա էլ արդեն Բարսեղյանն է գնդակի մոտ Բարսեղյան բարձից փոխանցում այստեղ Սաֆարյանը շեղեց գնդակի ուղղությունը բայց գնդակը մնաց Բաբախանյանի մոտ եւս մեկ փոխանցում վտանգավոր է ու հիմա էլ չի ստացվում Յունայթեդի 6 համարի կատարած հարվածը Զաքարյան
Չանցավ Զաքարյանի այս փոխանցումը տիրեց գնդակին Բարսեղյան ուղարկելով գնդակը Խաչիկ Խաչատրյանի ուղղությամբ ձախ եզրով նորից գրովում է United-ը դեպի կենտրոն Ղազարյան բայց այստեղ Ժիլբերտոն հաջող գործեց հետո էլ եսից նետեցին United-ի ֆուտբոլիստները Ղազարյան չանցավ այստեղ Ղազարյանի կատարած փոխանցումը Հիմա ինչ է քիչ էր մնում սխալվեն Միլանի ֆուտբոլիստները, բայց կարողացան այնուամենայնիվ հեռացնել գնդակը ես իսկ նետի United-ը Դիպավ այստեղ գնդակը Զաքարյանի ձեռքին, բայց մնաց գնդակը United-ի մոտ այդ իսկ պատճառով սուլեց հանդիպան գլխավոր մրցավարը, տեսնենք այս գրոհ ինչի կվերացի United-ը Ղազարյան հարված նույնիսկ կատարեց Ղազարյանը, չնայած միջ այդ կար խաղի կանոնների խախտում արդեն խաղընկերոջ կողմից Այստեղ պարզապես ուժեղ փոխանցումը հետևեց առաջ, հիմա դարպասապա Քոչարյանը վերցրեց գնդակը, բայց այն հասնեց մրցակցին, քանի որ փոխանցում կատարելու ժամանակ գնդակը դիպել էր United-ի ֆուտբոլիստերից որևէ մեկին ու անկյունային է խաղարկում հիմա Միլանի ֆուտբոլիստերը Խալացյանն է աջ եզրում մնաց գնդակով Խալացյանը կա փոխանցումը Մուսայելյան նույնիսկ հարվածեց այստեղ Մուրադյանը հասցրեց կանգնել գնդակի ճանապարհին ու փակել հարվածի ճանապարհը Մխոյան դեպի աջ եզր ու այստեղ նորից Ղազարյանն է հասցնում փակել փոխանցման ճանապարհը հետո էլ վաստակում է եզրային նետման հնարավորություն ինքն էլ կատարում է եզրային նետումը Քոչարյան ուժեղ փոխանցում առաջ այստեղ Դուրյանը առաջինը արձագանքեց գնդակին բայց մնաց գնդակը United-ի ֆուտբոլիստերի մոտ Մուրադյան հետ փոխանցում է կատարում Մուրադյանը ու նորից դեպի դարպասապա Քոչարյանի ուղղությամբ փոխանցում հետևեց այստեղ չանցավ Քոչարյանի կատարած փոխանցումը հետո էլ կարողացան խաղանկիրները հեռացնել գնդակ ու արդեն ես իսկ նետի Միլանը Սահակյանն է կատարում եզրային նետում ու ևս մեկ անգամ ես իսկ նետի Սահակյան այստեղ փակվեց Սահակյանի փոխանցման ճանապարհը Հիմա երկար փոխանցումը հետևում դեպի Տուգանային հրապարակ Զաքարյան հարված ու հիմա շեղությամբ ստացվեց Զաքարյանի կատարած հարվածը Քոչարյանը գնդակը մտցնում է խաղի մեջ Դուրյան այստեղ լավ չկասեցեց Դուրյանը գնդակը այն հայտվեց United-ի ֆուտբոլիստի մոտ, բայց միանգամից United-ի հարձակվողը հայտվեց 3 ֆուտբոլիստի շրջափակման մեջ հիմա էլ Ղազարյանն է մաքուր սահանքում կատարում ու մնաց գնդակը United-ի մոտ արագ հակակրոջ 4-3-ի դիմաց Հրաչ Ղազարյան փոխանցում ու Դուրյանը այստեղ հասցրեց կանգնել գնդակի ճանապարհին եթե չլիներ այս դրվագում Դուրյանը հիմա արդեն հաշիվը բացված կարող է լինել բայց Դուրյանը իհարկե ամեն դեպքում գրեթե հասցնում է իր գործը կատարել այս դեպքում չեզոքացեց մրցակցի վտանգավոր գրոհ ու փակեց Հրաչ Ղազարյանի կատարած փոխանցման ճանապարհը հիմա եզրային նետում կիրացնի Manchester United-ը Բաբախանյան կատարեց այստեղ փոխանցում, բայց գնդակը բաժին ասավ Միլանի ֆուտբոլիստերին Զաքարյանն էլ լավ էր մտածել փոխանցումը չանցավ Մխոյանն է հիմա մինչև վերջ գնում գնդակի հետևից ու պահեց գնդակը դաշտի սահմաններում եւ վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն արագորեն խաղարկում է գնդակը Զաքարյանի հետ կրկին Մխոյան Անկավ արդեն արագ խաղարկման տեմպը Միլանի ֆուտբոլիստերի գործողություններում ու United-ը շարժում է առաջ Ղազարյանն է զարգացնում արագություն շատ լավ անցավ այստեղ Ժիլբերտոյի Ղազարյանը լավն էր փոխանցում ու հիմա էլ Խաչատրյանն է վրիպում շատ նպաստավոր դիրքից իսկապես ինչ է կատարվում հիմա Ուրարտու մարզադաշտում թիմերը մեկը մյուսի հետևից արագ հակագրողներ են կազմակերպում միմյանց դարպասի ուղղությամբ
Հիմա էլ տեսնենք Միլանի այս գրոհը Մխոյան դեպի ձախ եզր ուղարկեց Զաքարյան փոխանցում Խալացյանն էլ փորձեց գեղեցիկ հարվածով եզրափակել այս կոմբինացիան, բայց հարվածը շեղությամբ մտածավ Ուրադյան ձախ եզրով հիմա United-ը կանցնի գրոհի կատարեց փոխանցում Խաչատրյանի ուղղությամբ վերջինս էլ գնդակը հասցեագրում է Ղազարյանին Լավն էր Ղազարյանի փոխանցումը հիմա էլ Մուրադյանի փոխանցման ճանապարհին նորից Դուրյանն է կանգնում ու եւս մեկ անկյունային Կիրասնի Մանչեսթեր Յունայթեդը որքան լավ է առաջի խաղակեսում հանդես գալիս Միլանի կենտրոնական պաշտպան Վիգեն Դուրյանը իհարկե ամեն դեպքում հասցնում է առայժմ Անթերի գործել հիմա էլ Զաքարյանը շատ գրագետ գործեց գնդակը թողնելով դարպասապահ Սաֆարյանին ով ուժեղ փոխանցում է կատարում առաջ Իլիցյանն է այստեղ առաջինը հասնում գնդակին ու Ուղարկում այն առաջ Ջիլբերտոն էլ այստեղ խլում կատարեց Խաչատրյանից ու կար խաղի կանոնների խախտում Խաչատրյանի կողմից մրցակցի դեմ պայքարում եւ ստանդարտ Կիրասնի Միլանի իհարկե արեք հակագրոհի Ասել չստացվեց, բայց Ստանդարտի հնարավորություն այնուամենայնիվ վաստակեց Միլանը Դուրյանն էլ հենց փոխանցում է կատարում առաջ այդտեղ Ղազարյանն է փակում Դուրյանի փոխանցման ճանապարհը ու փորձում սկսել իր թիմի եւս մեկ գրոհ Խաչատրյան բայց Սահակյանը հաջողվում կարողացավ այստեղ կատարել Խաչատրյանից Դուրյանի եւս մեկ ուժեղ փոխանցումն էլ չհասավ Ասիատիրոջը եւ եզից կնետի Միլանը Զաքարյանը շտապում է կատարում փոխանցում Մխոյանի ուղղությամբ դեպի հետ, բայց այստեղ կորցրին գնդակը Միլանի ֆուտբոլիստները Հրաչ Ղազարյան Ջիլբերտոն հասցրեց այս դրվագում Ղազարյանին թույլ չտար հարվածային դիրքում հայտնվել, բայց հետո էլ կորցրին գնդակը Միլանի ֆուտբոլիստները ու եզից կնետի արդեն Մանչեսթեր Յունայթեդը Մուրադյան մնաց գնդակով Մուրադյանը Բայց այստեղ Դուրյանը նորից գրագետ գործեց թույլ չտալով մրցակցին գրոհ կազմակերպել հիմա Սաֆարյանը ուժեղ փոխանցում է կատարում Սահակյանի ուղղությամբ վտանգավոր գրոհի հասնում Միլանը Խալացյան անցավ մեկ մրցակցի Խալացյանը Կազախից տարբերակ այստեղ մի փոքր հաջող չստացվեց փոխանցումը բայց Մխոյանը այնուամենայնիվ հարվածեց ու թույլ ստացեց Մխոյանի կատարած հարվածը Քոչարյանն էլ ուժեղ փոխանցում է կատարում դեպի առաջ բայց այստեղ Կրկին Միլանի ֆուտբոլիստներն են Ջիլբերտո դեպի ձախ Մուսայելյանն է այստեղ բայց անհաջող ստացվեց այստեղ Մուսայելյանի կատարած փոխանցումը չհասկացան միմյանց Միլանի երկու ֆուտբոլիստներ ու հարված կլինի արդեն Մանչեսթեր Յունայթեդի դարպասից Առաջի խաղակեսն էլ մոտենում է ավարտին հիմա իսկապես թիմը կցանկանային իհարկե գնալ ընդմիջման թեկուզ մեկ գնդակի առավելությամբ բայց առաջնային խնդիրը բաց չթողնել գնդակ կան պարտվել իսկ գնալ իհարկե ցանկացած վտանգավոր հակագրոհ կարող են բաց թողնել ու մրցակիցը հասնի հաջողության այստեղ Դուրյանը խախտեց խաղի կանոնները ու ստանդարտ է նշանակվում Միլանի դարպասի ուղղությամբ Բաբախանյանն ու Ղազարյանն են կրկին գնդակի մոտ երկու հրաշալի ֆուտբոլիստներ երկուսն էլ հնարավորություն ունեն այս դիրքից հարված կատարելու Սուլիչը Բաբախանյանն է հարվածում ու Սաֆարյանը հեռացրեց գնդակը լավ հարված մենք տեսանք Բաբախանյանի կատարմամբ նորից Բաբախանյան Ղազարյանին է ուղարկում գնդակը ու դեպի առաջ ուղարկեց Ղազարյանն էլ այստեղ գնդակը չնայած Միլանի ֆուտբոլիստները կարողացան դուրս գալ պաշտպանությունից հասնում է այս գնդակին Մխոյանը հիմա շատ լավ հնարավորություն ունի Միլանը Խալացյան բայց այստեղ էլ Հուսիկ Բարսեղյանն է կանգնում գնդակի ճանապարհին ու թույլ չտվեց որպեսզի Խալացյանը շրջվի հիմա էլ սխալվում է Միլանը Մուրադյան բայց Մուսայելյանի շրջանցել չստացվեց Խաչատրյան կատարեց փոխանցում ու հիմա Դուրյանը կստանա առաջին դեղին քարտը այս խաղում միտումնավոր խաղի կանոնները խախտելու համար Այո, շատ վտանգավոր հակագրոհ հիմա կարողացավ կասեցնել Դուրյանը իհարկե հասկանալի էր եթե թույլ տար Խաչատրյանին շրջվել, ապա ինչ էր սպառնալու Միլանի դարպասի ուղղությամբ եւ տեսնենք այս ստանդարտը արդեն ինչ կտա Մանչեսթեր Յունայթեդին հիմա միայն Ղազարյանն է գնդակի մոտ նա իզոր ու այս
գիրքերից հարված կատարելու կրկնում եմ եւս մեկ անգամ մենք տեսել ենք նրա կատարման նմանատիպ հեռար կրակոցներ հիմա կա մրցավարի սուրիչը Ղազարյանն է հարվածում ու հիմա Զաքարյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու թույլ չտվեց այն ընթանա դարպասի ուղղությամբ իհարկե շատ վտանգավոր է ստացվել հարվածը հիմա էլ գործերին United-ի ֆուտբոլիստները գնդակը Մխոյան ուղարկեց գնդակը Ջիլբերտոին ստացավ նրանից պատասխան փոխանցում բայց Բարսեղյանը այստեղ կարողանում են ուղղել իր սխալը հետո կորցրեց գնդակը Սահակյան այստեղ չհասկացան միմյանց հիմա Միլանի ֆուտբոլիստները ու Սահակյանի կատարած փոխանցումը բաժին ասավ դարպասապահ Խաչատուր Խոչարյանին ուժեղ փոխանցում առաջ ու հիմա հենց Սահակյանն էլ կարողացավ կանգնել գնդակի ճանապարհին Մուսայելյան կարողացավ այստեղ փոխանցում կատարել Մուսայելյանը վտանգավոր գրոհի հասնում Միլանը Մուսայելյան գնդակը դարպասում է Խաղաղեսի վերջի րոպեին Միլանն առաջ է հասնում հաշվի մեջ 1-0 Վլադ Մուսայելյան 1-0 պատ խաղարկումը հրաշալի ստացվեց ու առաջի Խաղաղեսը հենց այստեղ էլ ավարտվում է այո այդպես բան գնում է Միլանը հաղթողի կարգավիճակով կարճատև դադար է մեզ մոտ որից հետո կվերադառնան Սիրելի ֆուտբոլասերներ մեկ տարկում է Միլանն ընդդեմ Մանչեսթեր Յունայթեդի հանդիպան Եգոր Խաղաղեսը Առաջի կեսից հետո Խաղաղեսի վերջի րոպեին Մուսայելյանը խփեց առաջին գնդակը այս խաղում ու թիմերը պիշման գնացին 1-0 հաշվի պայմաններում Միլանը հաղթողի կարգավիճակում հիմա տեսնենք երկրորդ կեսում ինչ կփորձեն անել թիմերը եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք մրցող թիմերի մեկտարկային կազմերին սկսենք Յունայթեդից դարպասը պաշտպանում է Խաչատուր Խոչարյանը համար 1 Վիլի Կարեյան համար 2, Հրաչ Ղազարյան համար 5, Խաչիկ Խաչատրյան համար 7, Հովանես Մուրադյան համար 8, Արչակ Սարգսյան համար 9 Հիմա վտանգավոր է, բայց այստեղ Սաֆարյանը կարողացավ վերցնել գնդակը Շարունակեմ ծանոթացնել Յունայթեդի կազմը Արտյոմ Զարգարյան համար 10, Ռոբերտ Աղաջանյան համար 11, Հուսիկ Բարսեղյան համար 12, Սուրեն Սմբատյան համար 13, Աշոտ Իլիցյան համար 14, Ջիլբերտո դեպի ձախ Խալացյան Տեսնենք այս վտանգավոր գրոհի շկտա Միլանի, որից հետո կշարունակեմ ծանոթացնել կազմերը, բայց այստեղ ընկավ Խալացյանը, հիմա իհարկե չսուրեց մրցավարը, Բաբախանյան մնաց գնդակով Բաբախանյանը ու սկսում է Յունայթեդի գրոհներից մեկ ուղարկեց գնդակը Խաչատրյանի ուղղությամբ, Խաչատրյանի փոխանցումն Բաբախանյանին չհասավ Շարունակեմ ծանոթացնել Յունայթեդի կազմը, Հովանես Հայրապետյան համար 21 եւ Արսեն Բաբախանյան համար 80 Հիմա հենց Բաբախանյանն է գնդակով Շատ լավ փոխանցում հետևեց դեպի ձախ եզր, հարված ենք նույնիսկ այստեղ տեսնում Ռոբերտ Աղաջանյանի կատարման ու անկյունային հարված են արդյոք վաստակում Յունայթեդի ֆուտբոլիստները Այո նշանակել է անկյունային հարված Անտիպան գլխավոր մրցավարը ու տեսնենք այս անկյունայինը ինչ կտա Յունայթեդի, որից հետո նաև կծանոթացնեմ Միլանի մեկտարկային կազմը Ղազարյանն է կրկին գնդակի մոտ Բարձից փոխանցում է հետևում Տուգանային հրապարակ Աղաջանյանն էլ հարված կատարեց բարդ իրավիճակում, բայց շեղությամբ ստացվեց Յունայթեդի 11 համարի կատարած հարվածը եւ այսպես Միլանի դարպասը պաշտպանում է Գևորգ Սաֆարյանը Համար 1, Յոնուս Ահմատ համար 2, Վիգեն Դուրյան համար 6, Էլիկ Հունանյան համար 8, Դավիթ Զաքարյան համար 9, Մատեո Ջիլբերտո համար 11, Ալեքս Սահակյան համար 14, Վլադ Մուսայելյան համար 18, Սեյրան Խալացյան համար 19, Կորյուն Մխոյան համար 22 եւ Վայե Մարտիրոսյան համար 77։ Այո, իսկապես առաջի Խաղաղեսի վերջին գրոհը Միլանը շատ լավ կազմակերպեց, ամեն ինչ գերազանց արեց։ Մուսայելյանը Խալացյանի հետ ու կարողացավ պատխաղարկումից հետո գեղեցիկ կերպով շրջվել ու բացել այս հանդիպան հաշիվը ու տեսնենք հիմա արդեն երկրորդ կեսում իհարկե ինչ կփորձեն անել թիմերը առաջին հերթին խոսքս վերաբերվում է Յունայթեդին ով բնականաբար կփորձի վերականգնել հաշվի հավասարությունը Խալացյան հիմա Միլանն է անցել գրոհի դեպի ձախ Մարտիրոսյան բայց այստեղ կարողացավ Իլիցյանը հեռացնել գնդակը ու այն բաժին է հասնում կրկին Միլանի ֆուտբոլիստերին հիմա պարզապես եզից քննի Դուրյանը Ահմատ կրկին Դուրյան ու դեպի աջ է ուղարկում գնդակը Մուսայելյանն է այստեղ շատ լավ նկատեց Խալացյանի ձախ եզրում պայեց գնդակտել Խալացյանը դաշտի սահմաններում ու
Եզից հիմա կնետի Manchester United-ը Ղազարյանը թույլ չտվեց մրցակցություն շրջանցել իրեն Խաչատրյան Գիլբերտոն կանգնեց գնդակի ճանապարհին այն հայտնվեց Մուրադյանի մոտ ու դեպի ձախ փոխանցում Աղաջանյան լավ շրջվեց այստեղ Աղաջանյանը հետո էլ ամատն է ֆանտաստիկ սա անկում կատարում ու կարողանում հեռացնել գնդակը Աղաջանյանի ոտքերի տակից Մարտիրոսյան ուժեղ ստացեց Մարտիրոսյանի այս կատարած փոխանցումը Էդիկ Հունանյանի համար ու հարված կլինի Քոչարյանի պաշտպանած դարպասից արագորեն ուղարկեց գնդակը առաջ Քոչարյանի հիմա եթե Խալացյանը լավ կարողանար դիպչել գնդակին ապա վտանգ կներկայացներ դարպասապայի սխալը United-ի համար, բայց մնաց գնդակը Manchester United-ի ֆուտբոլիստների մոտ հիմա էլ եզից կնետի Ղազարյանը Մուրադյան Դեպի Բաբախանյանը գրագետ գործեց Բաբախանյանը Աղաջանյանի հարվածնել այստեղ չստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Շեղությամբ ստացվեց իհարկե Հունանյանը այստեղ շատ գեղեցիկ անցում կատարեց փոխանցումը պարզապես մի փոքր ուժեղ ստացվեց ու դարպասապա Քոչարյանը ուղարկում է գնդակը Խաչատրյանի ուղղությամբ կար այստեղ այո խաղի կանոնների խախտում Բուրյանի կողմից ու ստանդարտ կիրասնի Manchester United-ը Ղազարյանն է գնդակի մոտ կամ արցավարի Սունիչը հրաչ Ղազարյան դեպի ձախ փոխանցում կատարեց Բաբախանյանն է հիմա այս դիրքում մնաց գնդակով Արսեն Բաբախանյանը հրաշալի անցում էր բայց փոխանցումը կարողացավ հեռացնել Դուրյանը ու հիմա United-ը շարժվում է առաջ Արեյան հիմա էլ Արեյանի փոխանցումը չանցավ սխալվեց Արեյանը ու հիմա շատ լավ հնարավորություն ունի Միլանը Խալացյան մնաց գնդակով Խալացյանը հարված էլ նույնիսկ կատարեց դարպասի ուղղությամբ բայց դիրեց գնդակին Քոչարյանը հիմա տեսնենք ինչ է պատահել Խալացյանին իհարկե խաղի կանոնների խախտում չկար չնշանակեց մրցավարը Խալացյանի դեմ պայքարում բայց իհարկե խոտացածքին է Խալացյանը հիմա արդեն ոտքի կանգնեց ու ամեն ինչ կարգին է նրա հետ կարողանա շարունակել հանդիպումը Սեյրան Խալացյանը մրցավարը հիմա գնդակը կհասնի United-ի ֆուտբոլիստերին ու Քոչարյանը կսկսի խորքից United-ի եւս մեկ գրող ուժեղ փոխանցում է կատարում ձեռքով առաջ Աղաջանյանը այստեղ պայեց գնդակի թիմի համար, բայց հետո Խաչատրյանի անցումը չստացվեց հիմա էլ Մարտիրոսյանն է ձախ եզրում Միլանի կազմում, բայց Մարտիրոսյանի փոխանցման ճանապարհը փակեց Մուրադյանը հետո էլ փոխանցում է կատարում, բայց Գիլբերտոն է խլում գնդակը ու շարժվում առաջ Գիլբերտո ու Իդիցյանը այստեղ փակեց Գիլբերտոյի հարվածի ճանապարհը անկյունային հարված կիրասնի հիմա Միլանը եթե կատարեր փոխանցում Գիլբերտոն այո Խալացյանի ուղղությամբ էլ ավելի վտանգավոր կլիներ Միլանի հակագրողը, բայց որոշեց Գիլբերտոնին թել եզրափակել Մարտիրոսյան բարձից փոխանցում Հունանյանին չարված են տեսնում հիմա Հունանյանի կատարմամբ կիսաշրջադարձ հարված ու հիմա կարող էր հիմա Հունանյանը կրկնապատկել Միլանի առավելությունը բայց Քոչարյանը իր բարձունքում էր ու կարողացավ հեռացնել գնդակը իսկապես հնարավոր է մրցաշրջանի լավագույն գոլերից մեկը ամսվա լավագույն գոլը մենք տեսնենք ամատ հարված ու նորից Քոչարյանն է հեռացնում գնդակը հիմա ինչ է կատարվում United-ի տուգանային հրապարակում Դուրյան կար այստեղ խաղի կանոնների խախտում Դուրյանի դեմ պայքարում ու ստանդարտ կիրասնի Միլանը Դուրյանն է շտապում գնդակը խաղարկել ու դեպի ձախ է աչ է փոխանցում կատարում ներողություն Մուսայելյան Հունանյանի հետ գեղեցիկ պատ խաղարկեց Մուսայելյանը, բայց հետո փոխանցումը չանցավ ու նետվում է առաջ Manchester United-ը այստեղ էլ Գիլբերտոն աստրեց սա անկման գնով հեռացնել գնդակը եզից կնետեն United-ի ֆուտբոլիստները իսկապես անընդհատ այդ դրվագն եմ հիշում երբ Հունանյանը կարողացավ արված կատարել այդ բարդ իրավիճակում անկյունայինի խաղարկումից հետո կրկնում եմ եւս մեկ անգամ եթե գնդակը հայտնվեր դարպասում ու դարպասում չլիներ United-ի դարպասապա Քոչարյանը ապա եթե ոչ մրցաշրջանի լավագույն գնդակներից մեկը ապա ամսվա լավագույն գոլ բնականաբար Հունանյանի խփած գնդակը կճանաչվեր բայց Քոչարյանը դա թույլ չտվեց
Իդեպ ինչն է խորհրդանշանական Միլանի կազմում, եթե այսօր թիմի ավակ Հունանյանը կարողանա դուբլի հեղինակ դառնալ խաղադաշտում, դա կլինի ֆուտբոլիստի 100-րդ գնդակը ԱՖԼ-ի առաջնությունում եւս մեկ խորհրդանշական փաստ իհարկե, բայց այդ ամենին հասնելու համար պետք է Հունանյանը այսօր առնվազն 2 գնդակ կարողանա հեղինակել, հենց այդքան է պակասում նրա անվան դիմաց 98 գնդակ պատկերացնում եք Հունանյանը գրանցել է իր անվան դիմաց ԱՖԼ-ում Իգիթյան դեպի հետ Քոչարյանն է հեռացնում այստեղ գնդակը Այն բաժին հասավ Մուրադյանին, հետո էլ Բաբախանյանի հետ խաղարկեց Մուրադյանը ստացավ պատասխան փոխանցում ու դեպի Ղազարյանն է փոխանցում հետևում այստեղ կարող էր Դուրյանից եղած անդրադարձը չարաբաստիկ լինել Միլանի համար, բայց Սաֆարյանը զգաց գնդակի ուղղությունը եւ ուժեղ փոխանցում է կատարում Խալացյանի ուղղությամբ, բայց գնդակը Խալացյանը դաշտի սահմաններում ու վաստակում է եզրային նետման հնարավորություն Հունանյանն է կատարում եզրային նետումը Gilberto Արտիրոսյան, կրկին Gilberto Դուրյան Միացել է նաև թիմի գրոհին Վիգեն Դուրյանը, բայց հիմա արդեն փակ էին բոլոր ճանապարհները դեպի United դարպասը տանող ու Միլանը երկրորդ տեմպով է հասնում գրոհին Մուսայելյանն է աջ եզրում Բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատուշտը հիմա էլ Իգիթյանն է հեռացնում գնդակը Խալացյան Հունանյան վտանգավոր է Հունանյանը արված ու նորից Քոչարյանը տեղում է Հունանյանի կատարած արվածից հետո եւս մեկ ուժեղ փոխանցում առաջ ենք տեսնում դարպասապայից բայց Մուսայելյանը այստեղ վերահսկում է իրավիճակը Ղազարյանը այստեղ կորցրեց Մուսայելյանը գնդակը ու Հունանյանը խախտեց խաղի կանոնները Ղազարյանի դեմ պայքարում Ստանդարտի հնարավորություն է ստանում հիմա Մանչեսթեր Յունայթեդը իհարկե հերո է տարածությունը Հիմա կրկնակի փոփոխություն նորից տեղի ունեցավ Միլանի կազմում, կա մրցավարի Սուլիչը Աղաջանյանն է մոտենում գնդակին փոխանցում, բայց Gilberto-ն հեռացեց գնդակը ու եզից կնետի հիմա United-ը Բաբախանյան Մուրադյանին ուղարկեց գնդակը վերջինս էլ Ղազարյանի ուղղությամբ գուցե հերվից փորձի Ղազարյանը գեղեցիկ էր փոխանցումը Աղաջանյանի հարվածը նույնպես բայց Սաֆարյանը այստեղ հիմա իսկապես փրկեց Միլանին վերահաս գոլից շատ լավ հնարավորություն United-ը ձեռքից բաց թողեց հաշիվը հավասարեցնելու համար իհարկե ամեն ինչ ճիշտ արեցին United-ի ֆուտբոլիստները պարզապես դարպասապահ Սաֆարյանը իր տեղում էր ու թույլ չտվեց գնդակը հայտնվի դարպասում Ղազարյանն ու նորից Սաֆարյանն է այստեղ խանգարում Ղազարյանին հարված կատարել Միլանի արակագրոնն եք տեսնում Հունանյան, բայց Իգիթյանը հեռացեց գնդակը ու ես իսկ նետի Միլանը եթե հասներ Հունանյան այս գնդակին ապա այլ գրոհ իրականացներ իհարկե Միլանը, բայց Իգիթյանը հասցրեց պահել Հունանյանի առաջ խաղացման ճանապարհը ու եզրային նետման հնարավորություն միայն տվեց Միլանին Մխոյան Ղազարյանն է խլում կատարում Մխոյանից հետո թողեց մի փոքր գնդակը, բայց եզրից կնետի United-ը այո շատ ակտիվ է Ղազարյանն այս րոպեներին խաղադաշտում Խաչատրյանն է աջ եզրում գնդակով Դուրյանին փորձ է շրջանցել, բայց այստեղ միայն Դուրյանը չէր իհարկե Մխոյանը նույնպես նահանջել էր ու կարողացավ տիրել գնդակին Ահմադ Վիգեն Դուրյան Խլեց Խաչատրյանը գնդակը հարվածեց ու Ղազարյանը հիմա հավասարեցնում է հանդիպան հաշիվը 1-1 այո Ղազարյանի ակտիվությունը վերածվեց գոլի
Հրաչ Ղազարյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար է իսկապես շատ լավ գոլի հեղինակ դարձավ Ղազարյանը այս դրվագում, որը ոչնչով իհարկե չի զիջում Միլանի խփած գնդակին, թիմերը մեկական գեղեցիկ գնդակներով արդեն փոխանակվեցին ու հիմա տեսնենք թիմերից որ մեկը կշարժվի այս ամենին երկու առաջ Աղաջանյան, մնաց գնդակով Աղաջանյանը հիմա արդեն գրոյի անցել United-ը, բայց հետո խախտեց հենց Աղաջանյանը խաղի կանոնները Դուրյանի դեմ պայքարում ու Միլանը կսկսի խորքից ամատ, իհարկե հիմա հոգեբանական տեսանկյունից եթե նայեք ունի առավելություն United-ը, բայց իհարկե դա դեռ ոչինչ չի նշանակում։ Բաբախանյանն է հիմա գնդակով ուղարկում է գնդակը Հարեյանի ուղղությամբ դեպի ձախ փոխանցում ու շարժում է առաջ United-ը ձախ եզրով լավն էր այստեղ Հայրապետյանի անցումը, բայց գնդակը իրենից հեռու թողեց հիմա Հովհաննես Հայրապետյանը եւ այն դուրս եկավ դաշտի սահմաններից Մարտիրոսյան կա փոխանցումը Զաքարյանի ուղղությամբ, բայց իջան այստեղ հասցրեց սահանքում կատարելու հեռացնել գնդակը անկյունային հարվածի մակ իրականացնի Միլանը խաղարկում են Միլանի ֆուտբոլիստները այստեղ գնդակը ու եւս մեկ անկյունային հարված, այո, Երիտեբի United-ի դարպասի ուղղությամբ Ղազարյանից կարծես գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հիմա բարձից փոխանցում Զաքարյանն էլ հարվածեց, բայց թույլ ստացվեց Զաքարյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Շտապում է իհարկե Քոչարյանը, հիմա կարող է նետվել առաջ United-ը Բաբախանյան։ Աչ եզրով շարժվում է առաջ Արսեն Բաբախանյանը, լավն էր անցումը Բաբախանյանի։ Բայց Դուրյանը այստեղ հաստրեց փակել Արսեն Բաբախանյանի ճանապարհ ու գնդակը մնաց Մարտիրոսյանի մոտ Խալացյան ուժեղ փոխանցում առաջ, բայց Ղազարյանի գնդակը բաժինացավ փորձեց հիմա հերվից կատարած հարվածով աշիննել լավն էր Ղազարյանի հարվածը, բայց գնդակը շեղությամբ ընթացավ ու դարպասապաս Աֆարյանը հիմա այն կմտցնի խաղի մեջ Խոյան Եվ Ղազարյանը այստեղ թիկնիկից լավ աշխատեց Մխոյանի թույլ չտալով Միլանի ֆուտբոլիստին արագ գրոյի անցնել հիմա արդեն Մխոյանը ստացավ գնդակ ու շարժվում է առաջ բայց Մուրադյանը նորից լավ է աշխատում պաշտպանությունում ուղարկեց գնդակը Բաբախանյանին ստացավ նրանից պատասխան փոխանցում բայց Դուրյան այստեղ սահանքման գնով փակեց Մուրադյանի առաջ խաղացման ճանապարհ ու Խալացյանն է հիմա էլ շարժվում առաջ Սեյդա Խալացյան հարված ու բարձր է ստացվում Խալացյանի կատարած հարվածը Հիմա Հունանյանը վերադառնում է խաղադաշտ Մարտիրոսյանի փոխարեն ու արդեն թարմ ուժերով իհարկե կփորձի օգտել իր թիմին Աղաջանյան գրոյի է անցել Մանչեսթեր Յունայթեդը դեպի կենտրոն Ղազարյանն է ստացել գնդակը կա Բաբախանյանի տարբերակը բայց որոշեց այստեղ գնդակը հասցեակել կարծում եմ Մուրադյանին փակվեց փոխանցման ճանապարհը Խորքից հիմա եւս մեկ գրող կսկսի United-ը Բաբախանյան լավ նկատեց Մուրադյանինով առաջ է մղում United-ին հաշվի մեջ 2-1 բայց ինչ փոխանցում կատարեց այստեղ Արսեն Բաբախանյանը ծափարություններ երկու ֆուտբոլիստերին էլ Մուրադյանը առաջ է մղում United-ին հաշվի մեջ Հովհաննես Մուրադյան 2-1 United-ն այս խաղում առաջին անգամ առաջ է անցնում հաշվում է հիմա արդեն տեսնենք Միլանը ինչպես կփորձի այս իրավիճակից դուրս գալ իհարկե գոլը գրանցվեց Մուրադյանի անվան դիմաց բայց այս գոլը ունի երկու հեղինակ իհարկե Բաբախանյանի կատարած փոխանցումը ել ավելի շքեղ ստացվեց ճիշտ պահին ու ճիշտ ժամանակին կատարեց այդ փոխանցումը Խաղընկերոջը դուրս բերեց հարվածային դիրք, որտեղ ամեն ինչ շատ էլ ավելի լավ կարողացավ անել Հովհաննես Մուրադյանը 2-1 հիմա United-ը արդեն հաղթողի կարգավիճակ է ստանում ու
Կրկնում եմ եւս մեկ անգամ տեսնենք Միլանը ինչով կփորձի պատասխանել այս ամենին, քանի որ United այս րոպեին կամբայն հաղթանակ է տանում։ Աղաջանյան չարված է այստեղ Աղաջանյան, հիմա տեսնենք ինչ է պատել Ղազարյանին, իհարկե կարող էր հարված կատարել Աղաջանյանը, նոր դրանից հետո կսուլ էր մրցավարը, բայց իհարկե Աղաջանյանը դա չարեց ու հիմա տեսնենք ինչ է պատել Ղազարյանին, շատ բարդ հարված ստացավ ոտքին եւ հուսանք, որ լուրջ ոչինչ տեղի չի ունենա ու Ղազարյանը կարողանա շարունակել այս հանդիպումը։ Բավական վտանգավոր դիրքում ստանդարտի հնարավորություն է վաստակել United-ը, Ղազարյանը կանգնեց ոտքի ու կկարողանա շարունակել այս հանդիպումը, հիմա հեռանում է գնդակի մոտից թողնելով միայնակ գնդակի մոտ Բաբախանյանին, Մուրադյանն է հիմա մոտեցել նաև Բաբախանյանի հետ միասին գնդակին, տեսնենք ով հարված կկատարի։ Շատ վտանգավոր է դիրքը կա մրցավարի սուլիչը, Բաբախանյան բարձր ստացվեց այստեղ Բաբախանյանի կատարած հարված կլինի Գևորգ Սաֆարյանի պաշտպանած դարպասից իհարկե արդեն կշտապի Միլան այս րոպեներից սկսած, քանի որ քիչ խաղաժամանակ է մնում հանդիպանը ավարտին, պետք է իհարկե շտապել Միլանի տեսանկյունից, հաղթում էին այս հանդիպում ու հիմա զիջում են մրցակցին, ճիշտ է մեկ գնդակի տարբերությամբ, բայց դա United-ին ապահովում է 3 միավոր 8-րդ տուրում։ Ու հիմա տեսնենք այս գրոհիչ կտա Միլանին Խալացյան Մխոյան, բայց Մուրադյանը հեռացեց գնդակ ուղարկելով Ղազարյանին, վերջինս էլ Բաբախանյանի ուղղությամբ փոխացում կատարեց Բաբախանյան Աղաջանյան այստեղ մի քանի մրցակցի շրջափակման մեջ հայտնվեց United-ի 11 համար ու կորցրեց գնդակը, Մխոյանն է առաջ շարժվում, լավն էր անցումը ու դեպի աջ փոխանցում Ունանյան, Զաքարյան, բայց այստեղ Արեյանն է լավ աշխատում ու ստացվեց փոխանցում Արեյանի հեռացած գնդակը Հրաչ Ղազարյանի համար դեպի կենտրոն այստեղ էլ Սահակյանն է ավելի շուտ արձագանքում գնդակին քան դա արեց Աղաջանյանը Խոյան, Խալացյան Կար այստեղ խաղի կանոնների խախտում Խալացյանի դեմ պայքարում ընդունեց այդ ամենը Աղաջանյանը հիմա կստանա դեղին կարդ Հիմա ամեն ինչ կարգին է Խալացյանի հետ ու նա կարողանա շարունակել հանդիպումը, տեսեք որքան մտերմիկ են թիմերի ֆուտբոլիստները, որ Աղաջանյանը իհարկե մոտեցավ ու փորձեց օգնություն ցուցաբերել Խալացյանին, ծափարությունն էր Աղաջանյանին այս ամենի համար ու հիմա արդեն United-ը անցնում է գրոհի Մուրադյան գրոհ տեղափոխում է Աչեզեր Աղաջանյան այստեղ ստացվեց Աղաջանյանի մոտ փոխանցում կատարել ու եսից կնետի Միլանը Դուրյանը շտապում է ուղարկելով գնդակը Զաքարյանին բայց այստեղ կարողացան հեռացնել գնդակը United-ի ֆուտբոլիստները Աղաջանյան այստեղ Սահակյանը սահանքում կատարեց ու պայեց գնդակը Միլանի մոտ Դուրյան շտապում է իսկապես Միլանը վերջի րոպեներին են հանդիպան ու դա հասկանալի է, բայց շտապողականությունը իհարկե կխանգարի միայն Զաքարյանն էլ հարվածեց ու Քոչարյանը այստեղ վերցրեց գնդակը Հիմա փոփոխություն տեղի կունենա Միլանի կազմում Համադի փոխարեն հանդիպումը կշարունակի Մարտիրոսյանը ու արդեն հանդիպան վերջի րոպեներն են ընթանում տեսնենք Միլանը արդյոք կարողանա հավասարեցնել հանդիպան հաշիվը թե United-ը կլքի խաղադաշտը 3 միավորով Բաբախանյան շատ լավն է այս հակագրոհը Արսեն Բաբախանյան փակվեց Բաբախանյանի հարվածի ճանապարհը ու Միլանն է հիմա ասում առաջ Մխոյան, բայց այստեղ անհաջող էր Մխոյանի կատարած փոխանցումը Բաբախանյան Մուրադյան այստեղ պետք է թողնել գնդակը Ղազարյանին դիպավ գնդակին Մուրադյանը ու դա
Գցեց գնդակի ընթացքը Դուրյանն է հիմա շարժվում առաջ կա Հունանյանը կա փոխանցում բայց Հունանյանի մոտ հարված կատարել այստեղ չստացվեց ու հարված կլինի Խաչատուր Քոչարյանի պաշտպանած դարպասից ով իհարկե չի շտապում հիմա Հարայանն է գնդակ ուղարկում առաջ բայց սա պարզապես գնդակի հեռացում էր որքան հնարավոր է հեռու հանդիպան հիմնական ժամանակը արդեն ավարտվել է ու մրցավարի փոխհատուցած խաղը ժամանակն է ընթանում դժվարանում եմ իհարկե ասել որքան է փոխհատուցել մրցավարը այս լարված ու դրամատիկ հանդիպան ավարտին բայց կարծում եմ 2 րոպե ոչ ավելին Խալացյան դեպի կենտրոն փոխանցում Զաքարյան Կորսեր է ցարված կատարելու դիտքը Զաքարյանը բայց փոխանցում կատարեց Մխոյանն է հարվածում ու հիմա Քոչարյանը վերջի պահին կարողանում է հեռացնել գնդակը անկյունային հարվածքի իրացնի հիմա Միլանը իհարկե ողջ կազմով կշարժվի հիմա առաջ Միլանը այս անկյունայինի խաղարկմանը Մարտիրոսյանը շտապեց փոխանցում կատարելու Մուրադյանը կարողանում է հեռացնել գնդակը Հայրապետյանն էլ որքան հնարավոր է հեռու Դուրյան Դեպի Հունանյանը փոխանցում հետևեց Էրիկ Հունանյան Մարտիրոսյան Հունանյանը մնաց գնդակով այստեղ հարմարեցեց գնդակը ձախ ոտքին նույնիսկ հարվածեց ու Մուրադյանն է փակում հիմա Հունանյանի հարվածի ճանապարհը անկյունային հիմա կիրացնի Միլանը չեմ կարող ասել սա վերջին անկյունային է թե ոչ հիմա գրավեց Զաքարյանը դարպասը բայց սուլել է մրցավարը մինչ այդ իհարկե հիմա արդեն պետք է խաղարկել Հունանյան բարձից փոխանցում ու գնդակը հեռուն գնաց Սահակյանն էլ չհասավ այս գնդակին եւ ես իսկ նետի Մանչեսթեր Յունայթեդը Մուրադյան վտանգավոր հակագրոհի անցնում հիմա Յունայթեդը բայց Դուրյանն է կանգնում գնդակի ճանապարհին Մուրադյան Հայրապետյան Կաբաբախանյանը բայց լավ չի ստացվում այստեղ Հայրապետյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ խաղադաշտից գրոհի հնարավորությունը ամեն դեպքում մրցավարը կտա հիմա Միլանին Հունանյան հետ փոխանցում Դուրյանը ու արդեն պետք է շարժվի առաջ ողջ կազմով Միլանը քանի որ հնարավոր է սա վերջին գրոհը լինի թիմի Դուրյան Մխոյան ուղարկում է գնդակը Հունանյանին ով ձախ եզրում է այս րոպեներին եւ եզրային նետման հնարավորություն է վաստակում Հունանյանը Արդյոք կկարողանա Միլան այդ մեկ վերջնական դիպուկ հարվածը կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ թե ոչ Հունանյան կա փոխանցում բայց Հարայանն է հեռացնում ու Բաբախանյանի մոտ է այդ թվում գնդակը եւ վերջը հանդիպումը է այստեղ էլ ավարտվում է լարված հանդիպումը ի վերջո ավարտվեց ծափարություններ երկու թիմերին էլ հետաքրքիր հանդիպան համար բայց Յունայթեդը հասավ առավելության մրցակցի նկատմամբ 2-1 հաշվով ու հավասարվեց մրցաշարային աղյուսակում Միլանին վաստակելով իր հերթական 3 միավորը այս հանդիպան համար նախատեսել ենք այսքանը մեծ մոտ կարճ դադար է որից հետո կրկին կվերադառնանք